Այսօր վրացուղափառ եկեղեցին նշում է ավետման տոնը, պատարագ է մատուցվել երկրի մասշտաբով բոլոր գործող եկեղեցիներում։ Սիոնի տաճարում պատարագը մատուցել է Շիո եպիսկոպոսը։ Պատարագից հետո կատարվել է հոգահանգստի արարողություն համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա II հիշատակին։ Հիշեցնենք, որ ավետումը տիրոջ 12-րդ տոներից մեկն է։ Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է քրեական աշխարհի հետ կապ ունեցող 44 անձի, այս տեղեկատվությունը նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն։ Երկրով մեկ անցկացված ևս մեկ հաջողակ ոստիկանական գործողության արդյունքում ձերբակալվել է քրեական աշխարհի հետ կապված 44 անձ, ևս 6-ի մեղադրանք կառաջադրվի հեռակարգով, նրանցից մեկը արտասահմանում բնակվող այսպես կոչված օրենքով գող է։ Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ քրեական հանցագործությունների մեջ մեղադրվող անձիկ կազմակերպում էին այսպես կոչված գողական հանդիպումներ և կայացնում այսպես կոչված գողական որոշումներ։ Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարի Գրիգոլ Լիլուաշվիլիի նախաքննական լսումը։ Դատավարությանը մասնակցում է նաև մեղադրյալը։ Դատավարությունը միջնորդություն է ներկայացրել դատավարությունն ամբողջությամբ փակելու մասին, որպես պատճառ նշելով գործով վկաների անվտանգությունը։ Դատախազի խոսքով գործով կոնկրետ վկաները կվկայեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մեղքի մասին, ուստի կա ռիսկ, որ վկաները և նրանց ընտանիքի անդամները վտանգի տակ լինեն։ Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել է պետական պաշտոնյայի։ Գարդաբանի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վերահսկողության և տեխնիկական բաժնի ավագ մասնագետը ձերբակալվել է կաշառք պահանջելու և ստանալու համար։ Հետաքննությամբ պարզվել է, որ պետական պաշտոնյան իր ծառայողական պարտականությունները կատարելիս պահանջել է և ստացել է 500 լարի կաշառք պետական գնումների շրջանակներում կազմված գաղտնի աշխատանքների ակտերը ստորագրելու դիմաց։ Մեղադրյալը ձերբակալվել է գումարը ստանալու համար և գումարը առևանգվել է որպես իրեղեն ապացույց։ Հանցագործությունը նախատեսում է 6-ից 9 տարի ազատազրկում։ Վրաստանի խորհրդարանը արագացված կարգով քննարկում է դրամաշնորհների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ Ինչ է նախատեսում դրամաշնորհների մասին օրենքում կատարած մեկ այլ փոփոխություն։ Նախաձեռնության համաձայն Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների, հյուպատոսությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող որոշակի տեսակի միջոցները դրամաշնորհները չեն համարվում։ Խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը բացատրում է, որ իրականում դիվանագիտական գործունեության մեջ ոչինչ չի փոխվում, բայց երկիմաստությունից խուսափելու համար օրենսդրական նպատակով պարզաբանումներ են կատարվում։ Արժույթի միջազգային հիմնադրամը իր եզրափակիչ հայտարարության մեջ քննարկում է Վրաստանի 2026 թվականին սպասվող տնտեսական պարամետրերը և հիմնադրամը ամփոփ է թողնում աճի կանխատեսումը 5,3%։ Մինչդեռ Իրանի պատերազմի համատեքստում ԱՄՀ-ն նախատեսվում է, որ Վրաստանում գնաճը այս տարի կաճի մինչև 5%։ Այն նաև կենտրոնանում է գների աճին նպաստող ճնշումների վրա։ Բացի այդ, եզրափակիչ հայտարարության մեջ նշվում է, որ արտաքին դիրքը բարելավվել է, չնայած այն խոցելի է էներգակիրների, գների և զբոսաշրջությունից ստացած եկամուտների տատանումների նկատմամբ։ Իլհամ Ալիևի այցը Վրաստան և նրան հաջորդող քաղաքական գնահատականները։ Կառավարության հակառակորդները ասում են, որ թե տնտեսապես և թե քաղաքականապես Ադրբեջանը կարևոր գործընկեր է Վրաստանի համար։ Չնայած նրանք նաև նշում են, որ այս այցը որևէ կոնկրետ քաղաքական կուսակցության նկատմամբ վերաբերմունքի արտահայտություն չէ, այլ վրաց ժողովրդի և երկրի նկատմամբ հարգանքի դրսևորում։ Իշխող թիմը պնդում է, որ Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում քննարկված բոլոր թեմաները վերաբերում էին տնտեսական շահերին, խաղաղությանը և համագործակցությանը։
Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարարը բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացնում։ Երմեք Կոշերբաևան հանդիպել է վրացի գործընկերոջը, ստորագրել է համագործակցության հուշագիր։ Կոշերբաևան արդեն հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Վրաստանի կառավարության ղեկավարը հանդիպման մասին գրել է սոցցանցում։ Իրակլի Կոբախիձեի խոսքով ևս մեկ անգամ հաստատվել է գործընկերության հետագա խորացման պատրաստակամությունը։ Նախագահի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի եւ Ղազախստանի Հանրապետության միջև առկա բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ եւ ընդգծվել է տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը։ Ներքին գործերի նախարարը Գեկա Գելաձեն ծանոթական հանդիպում է ունեցել Վրաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հյուն Դո Կիմի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը շեշտել են Վրաստանի եւ Կորեայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունները եւ բարձր մակարդակի համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Գեկա Գելաձեն Կորեայի Հանրապետության դեսպանին ներկայացրել է ներքին գործերի նախարարությունում ընթացող փոխումներին։ Ուշադրությունը կենտրոնացել է նաև իրավապահ ոլորտում համագործակցության կարևորությանը եւ այս ուղղությամբ հարաբերությունների խորացման հեռանկարների վրա։ Բաթումի քաղաքապետարանի քաղաքային տեսչության եւ Բաթումի բուլվարի շարժական խմբերը բուլվարից հեռացրել են եւս 3 չարտոնված օբյեկտ, այդ թվում 2 սննդի եւ 1 առևտրի օբյեկտ է եղել։ Այս օբյեկտների վարձակալության ժամկետները լրացել էին։ Սննդի օբյեկտները գտնվում էին բուլվարի կանաչ գոտում եւ զգալիորեն վնասել էին հանգստի տարածքի տեսքը, մինչդեռ առևտրի օբյեկտը գտնվում էր Նավակոմբի հարևանությամբ։ Վերջին 1 ամսվա ընթացքում Նավակոմբի հարակից տարածքից ամբողջությամբ հեռացվել է 14 չարտոնված առևտրային օբյեկտ։